Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում լայնածավալ միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության Զվարթնոց և Էրեբունի բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի հայտարարագրված կանխիկ արտարժույթ, ընդհանուր 956,400 եվրո կանխիկ դրամական միջոց։ Այսպես, Դորմունդ-Երևան չվերթի ուղեբեռների նախնական ռենտգեն տեսազնության ժամանակ մաքսային ծառայողները կասկածներ են ունեցել որոշ ուղեբեռների վերաբերյալ։ Ուղևորներից երկուսին, որոնք ինքնուրույն ընտրել էին երկուղի համակարգի կանաչ ուղի ընթացակարգը, կանաչ ուղու ելքի գիծը հատելուց հետո մաքսային ծառայողները ուղեկցել են մաքսային հսկողության կարմիր ուղու գոտի, որտեղ ենթարկվել են մաքսային տեսազնման։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի ՄՆ-ին պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են առանց համապատասխան մաքսային հայտարարագրման Հայաստան տեղափոխված ընդհանուր 578,050 եվրո կանխիկ դրամական միջոց։ Նույն գործողությունների շրջանակում զննության են ենթարկվել նաև Նիդերլանդների թագավորության քաղաքացի Աննայի ուղեբեռները։ Հայտնաբերվել է առանց համապատասխան մաքսային հայտարարագրման օդային ճանապարհով Հայաստան տեղափոխված 378,350 եվրո կանխիկ դրամական միջոց։ Նշեմ, որ մաքսային հսկողության շրջանակում կանխիկ խոշոր չափի 956,400 եվրո արտարժույթի տեղափոխման դեպքի առնչությամբ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ինչպես նաև մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և ներկայումս իրականացվում են օրենքով սահմանված գործողություններ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է սահմանը հատող անձանց նախապես ծանոթանալ գործող մաքսային կանոններին և կատարել օրենքով սահմանված պարտավորությունները, ապահովելով մաքսային գործընթացների օրինական և թափանցիկ իրականացումը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։